Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 10-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու, գնանք խոյերի, ինչ է սպասվում խոյերին փետրվարի 10-ին, հարգելի խոյեր, սա արդեն երկրորդ անգամ եմ ձեզ գցում, մեկ անգամ քարտը մոռացել էի մյուս քարտերի հետ վրան էի մոռացել, երկրորդ անգամ, պատկի ասեք առաջին անգամ եւս օծը ընկել էր, այս անգամ եւս ընկավ, այնպես որ օծերը այդ օրը ձեզանից անպակաս են, ուշադիր եղեք, նախանձություն է սա, լարված վերաբերմունք, լարված պահեր իրենց հետ, Նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք, հաջողությամբ կանեք որոշ գործեր, ինչ-որ հարցեր կլուծեք, Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք երկու տարբեր տարիքային տղամարդկանց հետ, ամեն մեկը ինչ-որ մեկը կաղասիրային է, մյուսը որևիցե գործերի հետ է կապված, համենայն դեպս, երկու տարիքի սեռի, երկու տարիքի տղամարդու հետ կարող հանդիպել կամ խոսել, Հնարավոր է նաև մեկը հիվանդանոց հետ է կապված, պետք է գնաք հիվանդանոց, կարող է բժիշկն է, Ամենայն դեպս այդ օրը ունեք բժշկական βοηθյա կենտրոն, որ պետք է այցելեք կամ հիվանդ, որը պետք է այցելեք, կամ դուք եք հիվանդ, կամ այդ տղամարդն է հիվանդ, նաև ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, Եվ օրվա վերջ այստեղ կզարգանա, առաջ կգնա ձեր հարաբերությունները, ձեր գործերը, ձեր առողջությունը, եթե ինչ-որ խնդիրներ կար, բայց ինչ-որ մի բան է ուշանում ձեզ մոտավորապես 3 ամիս այն կուշանա, ինչ-որ մի բան է, կամ դա է, գիտեք, որ պետք է ուշանալ, դա է զարգանում, ուշադիր եղեք, տեսեք, որ հարցն է դա, ամենայն դեպս իրարից բավականին հեռու են, դա նշանակում է, որ ոչ մի բան դեռևս ձեզ մոտ կուշանա 3 ամիս, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, Գնանք ցուլերին, Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 10-ին,
Հարգելի ցուլեր, այստեղ ինչ որ շատ բաներ չունեք դուք, կամ տատանվում եք ծանրութ հետևեկան ինչ որ հարցեր կամ ընտրության առջև եք կանգնած եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են։ Դա կարող է լինել ուսումնային կենտրոն, բժշկական կենտրոն կամ մեկ այլ կենտրոն, որը կամ կայցելեք կամ այդտեղ գործեր ունեք, որոնք որ պետք է անեք, ավարտեք այդ օրը։ Ուրիշ ոչինչ չունեք, ցավոք, այստեղ ինչ բան չեմ կարող ասել։ Ոնց որ թե ոչինչ բաց չեմ թողել։ Նա քիչ է, միգուցե ինչ-որ շատ բաներ չունեք անելու կամ գնում եք աշխատանքի տեղում մնում կամ հա ինչ-որ մի բաներ են, որոնք որ ձեզ ստիպում է, որ մնաք մեկ տեղում եւ ոչինչ չանեք ոնց որ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 10-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև սպասում եք, սպասման ընթացքում ոչ մի լուսավոր մի բան տեղի կունենա, կամ լուսավոր մի բան է տեղի ունենում, հետո սպասում եք ինչ-որ մեկը գա երևի պատմեք դա, ձեր տրամադրությունը կբարձրացնի դա, ինչ էլ որ լինի։ Հանկարծակի լուր կլսեք ինչ-որ մեկի կամ որ պարկած է, որ հիվանդ է, որ կամ նաև սա կարող է բամբասանք է օրինակ ձեր անկողնային կյանքից, ինչ-որ նմանատիպ բաներ կարող եք լսել։ Եվ կարող է ուղղակի ինչ-որ մեկի մասին, որ պարկած է այս պահին հիվանդ է, այստեղ եւս հիվանդություն կա։ Այստեղ մասնագետի մոտ եք գնում նաև հիվանդության հետ կապված։ Եվ երկերեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, քիչ կիսվեք ինչ-որ հարցերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 10-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ձեր շրջապատում օձեր կան, բամբասանք, չար խոսակցություններ, չար վերաբերմունք, նաև կարող է հիվանդանոցում է, կարող է բժշկական կենտրոնում են այդպես ձեզ վերաբերվում,
Նաև հոգնածություն է այստեղ կամ գերհոգնածություն է ինքս ուզում եք հանգստանաք, հա, եւ այստեղ օծերը չեն թողնում կամ չեն ուզում ձեր տեղը փոխարինել, օրինակ 1-2 օր դուք գնաք հանգստանալու։ Նաև այդ օրը ոչ հնարավորություն կողակ ձեր ձեռքից բաց թողնել եւ սպասում եք, սպասման մեջ եք լինելու, ինչ որ մեկի հետ կողակ վիճել, որովհետեւ սպասում եք իրեն եւ չի գալիս, դա համար եք վիճում, ամենայն դեպս ինչ որ մի վեճ կա այդ օրը։ Եվ լուսավոր մի բան նույնպես, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Ինչ որ մի բան է, որը ուրախացնելու է ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ձեր խառը օր է։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 10-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ որ ելք եք փնտրելու, ինչ որ հարցին լուծում եք փնտրելու, բայց ինչ որ հնարավորություն է նաև ձեր ձեռքից բաց եք թողնելու, այդ լուծումը գտնելու պահին է դա կարծես թե ոնց որ մարդը առաջարկ են անում եւ նա ասում է չէ, դա այդպես երևի չէ եւ այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց եք թողնում։ Եվ կարիերայի մի փոքր այստեղ առաջ խաղացում ունեք, հնարավոր է թե պատվերով եք աշխատում պատվերներ, գործերը մի փոքր կարող են ավելի շատանալ, ավելի լավանալ, հա, ինչ որ չնչին առաջ խաղացում կա։ Եվ այստեղ եւս, հա, այս քարտը եւս ասում է, որ ձեզ մոտ զարգացում կա ձեր գործերում, ձեր բիզնեսում, հարաբերություններում, աշխատանքում, առողջության մեջ, հա, ինչ որ մի բանը, որ այնպես չէ, սա նշանակում է զարգացում եւ առաջ խաղացում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 10-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գումար կամ կծախսեք կամ կստանաք, այստեղ կարող է ձեր աշխատանքի դիմաց եք գումար ստանում, միգուցե աշխատավարձ է, միգուցե հա ինչ-որ պատվեր եք տալիս, գումար եք ստանում, կամ պետական աշխատողին, հա, դուք եք վճարում կամ ինքն է ձեզ գումար վճարում։ Եվ մտածմունքների մեջ եք լինելու, ինչ-որ մտքեր են, միգուցե ինչ-որ առաջարկ է այստեղ գումարային, որ եւս հա ձեզ այդպես գցում է մտքերի մեջ։ Եվ նաև հույս է ավելացնում, այստեղ հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույս նետել եք ինչ-որ մի բանի վրա, ինչ-որ մեկի վրա, այդպես ոնց որ հույսով եք լցված։ Եվ երկար սպասված լուր, այստեղ բարի լուր է, լավ լուր է, բայց կամ այդ լուրին 3 ամիս է սպասում եք, կամ լուրը կա, բայց վերջնակետը կլինի 3 ամիս հետո։ Ոնց որ իմանում եք ինչ-որ մի բան, բայց 3 ամիս հետո նոր շարունակություն է լինելու կամ 3 ամսվա ընթացքի է սա, կամ 3 ամիս ինչ-որ բան է տեղի ունենալու, կամ 3 ամիս ձգձգվելու է, որը ձեզ համար շատ լավ լուր է, այդպես։ Եվ պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ գործեր ունեք, դա կարող է բժշկական կենտրոն, բանկ եւ այլն, այդտեղ կարող բանկն է ձեզ գումար է տալիս, նաեւ դա ուսումնային կենտրոն կարող է լինել։ Եվ այստեղ նաև ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք աշխատանքի համար դիմեն, այստեղ ինչ-որ կամ հարցազրույցի գնաք, կամ խոսեք այնտեղ գումարի մասին, աշխատավարձի մասին նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 10-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, ոչ է փաթեթ, նաև ինչ-որ մեկից SMS, հա, կամ նամակագրական կապի մեջ կլինեք, այդպես SMS-ով իր հետ կխոսեք։ Տեղեկատվություն է, սա փաստաթղթի ստորագրում է, սա նաև հուզվում եք այստեղ սեղանի շուրջ նստած, կամ գնացեք ասում, կամ ինչ-որ մի բան է, որ հուզվում եք այդ պահին, կամ արտասվում եք, միգուցե հենց ոնց որ գնացից եք նաև արտասվում։ Եվ նաև այդ օրը որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից ուղղակի բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 10-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, կարող գործնական է, կարող է սիրային է այս պահին։ Նաև այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև էմոցիաներն են այստեղ ավելի բարձր, ավելի ուրախ, որովհետև այստեղ նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում յուրաքանչյուր բանում, հա ինչ որ կանեք այդ օրը, ձեզ հաջողություն է սպասվում, դրա համար եք այդպես էմոցիոնալ, որ յուրաքանչյուր բան այդ օրը շատ լավ է ստացվում ձեզ մոտ առանց որևիցե խնդրի։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 10-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեծանձնավորություն է ինքը, կամ գործերի հետ է կապված, կամ պետական աշխատող է, հա ինչ որ մեկն է ամենայն դեպս։ Եվ գումար կամ կստանաք, կամ դուք եք իրեն գումար վճարելու, կամ ինքն է ձեզ գումար փոխանցելու, գումար վճարելու։ Օձեր կան, բամբասանք, չարխոսակցություններ, հնարավոր է ձեր ընտանիքի հետ է կապված դա, հնարավոր է ձեր հարաբերությունների հետ է կապված, ինչ որ մեկ է կարող է հարաբերություններ ունեք եւ դրա մասին եմ բամբասում։ Այստեղ նաեւ ամուսնության առաջարկ ոմանք կստանան, ոմանք նաեւ կլսեք, որ ինչ-որ մեկը ամուսնանում է կամ ամուսնացել է, կամ ընտանիքի անդամներից ոչ թե մեկից ոչ թե լավ լուր կլսեք։ Եվ միանգամից ոնց որ օձերը այստեղ արդեն սկսում են նախանձել այդ առումով։ Եվ իհարկե այստեղ ամենայն դեպս չեմ կարող ասել, սա ձեզ ամուսնության առաջարկ է թե ոչ, կարող է ինչ որ մեկի մասն եք ավելի շատ լսում, քան դուք եք ստանում այստեղ ամուսնության, հա, որտեղ ոնց է դա լավ լուր է դա ձեզ համար ոչ թե։ Կամ կարող է ձեր երեխան է գալիս, ասում, որ ուզում են ամուսնանան իրեն զույգի հետ, դա էլ կարող է լինել։ Կամ իր ամուսնու մոտ ինչ որ մի բան է տեղի ունեցել, ոչ թե փոփոխություն է, որը եւ դուք կուրախանաք եւ ինքն է ուրախանում այդ առումով։ Եվ մտածմունքների մեջ եք լինելու երեկոյան։ Մտածմունքներից դրդված, այսպես կարելի ասել, եւ կորցնում եք ոչ թե հնարավորություն։ Ինչ որ մի բան անելու համար, ոչ թե հնարավորություն է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, հետաքրքիր օր է շատ։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 10-ին։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օրը ուշադիր եղեք, ձեզ կարող եմ փորձել մոլորեցնել, այդ առումով պետք է շատ ուշադիր լինեք։ Նաև կարող է ինչ-որ մի այդպես բոց ինչ-որ մի հատ փուչկի նման ինչ-որ մի գաղտնիք է բացահայտվում, ինչ-որ մի բան եք իմանում, այդպես։ Նաև երկար սպասված ոչ նամակ կստանաք, ոչ տեղեկատվություն, որովհետեւ փաթեթ, որին երկար եք սպասել, նաև կարող է երկար սպասված ինչ-որ ստորագրություն է, որ պետք է ինչ-որ մի պայմանագիր ստորագրեք օրինակ։ Եվ հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, որ կամ գնաք իր մոտ, կամ դուք եք գնում ոչ բժշկական կենտրոն ինչ-որ ուսումնասիրության համար կամ ինչ-որ մեկին այցելելու համար, ասենք իրար հետ չեն, սա տղամարդ է, սա կին։ Եվ նաև հանդիպում ունեք որևիցե երիտասարդ տղայի հետ կամ շփում, որևիցե կապ է սա, ինչ-որ կամ սիրային է, կամ որևիցե գործնական հարաբերություններ են ձեր մոտ։ Եվ երեկոյան այստեղ պետք է շատ ուշադիր լինել, որովհետև այդտեղ անկողնու մեջ, հնարավոր է նաև մեկը մյուսին վիրավորի զույգերը։ Եթե ոչ սա քնելուց առաջ նաև ձեր հարազատների հետ ինչ-որ վեճ հետո ոնց որ նոր գնում եք պարկելու քնելու։ Այստեղ ուշադիր եղեք, որովհետև ոնց որ քնում եք արդեն իրարից նեղացած այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 10-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, կարող է լինել պետական աշխատող, նաև մեծ մարդ, տարիքով մարդ, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, սպասման մեջ եք լինելու, սպասում եք կամ հեռախոսազանգի, կամ սպասում եք տեսնում եք չկա, զանգահարում եք տվյալ անձնավորությանը, կամ իրենք են զանգահարում ձեզ, ամենայն դեպս սպասում եք մինչև այդ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, գործերը այդ օրը կկարողանաք առաջ մղել, ինչպես որ դուք եք ուզում, կկարողանաք ձեր գործերը անել, յուրաքանչյուր բան անել եւ ավարտել։ Հիանալի օր է նման ինչ-որ գործերը ավարտելու, անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 10-ին։
Հարգելի ծնկներ, այդ օրը հեռախոսը զանգ ունեք, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կզանգարեն, շատ զանգ է, կարևոր զանգ է։ Նաև այստեղ շատ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք։ Ճանապարհեք դրանից հետո գնալու կամ միգուցե ինչ-որ մեկի գալու մասին է, այդ լուրը, որ լսում եք։ Եվ այստեղ հույսով եք, որ գործերը կկարողանաք անել, ելք կգտնեք ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Եվ պետական հիմնարկության հետ կապված այստեղ հարցեր են, որոնք որ պետք է անեք, լուծեք, կարող է բանկ է, կարող է նաև ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է, մի խոսքով պետք է գնաք այնտեղ եւ ինչ-որ հարցեր լուծեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։